Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ալիևի օգնականն է կրկին անդրադարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին։ Հաջիևը համարում է, որ խաղաղության լավագույն եւ ամենակայուն ժամանակը հիմա է։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերություններում չպետք է լինեն ռազմական տարրեր։ Ադրբեջանը ցանկանում է տարածաշրջանը տանել դեպի խաղաղություն եւ կայունություն։ Մենք լավ արդյունքների ենք հասել եւ որոշել ենք խնդիրների սահմանները։ Սահմանը չի որոշվում օկուպացիայով։ Հաջիևը կրկին խոսում է խաղաղության պայմանագրի մասին, բայց ելի նախապայմաններով։ Ադրբեջանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է պահանջում։ Մենք գիտենք, որ եթե սահմանադրությունը սպառնալիք չի ներկայացնում մեկ այլ երկրի համար, մնացածը յուրաքանչյուր երկրի ներքին գործն է։ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող հոդվածը պետք է բացառվի Հայաստանի սահմանադրությունից։ Անդրադառնալով Հայաստանի հետ բանակցային գործընթացին, Հաջիևը նշել է, թե տարածաշրջանում արտաքին ուժերի ռազմական ներկայության անհրաժեշտություն այլևս չկա։ Ադրբեջանական կողմի այս ձևակերպումը Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազային է վերաբերում, Բաքուն իր շահերն առաջ է մղում, հերթական նախապայմանն է առաջադրում։ Տարածաշրջանում օտարերկրյա զինված ուժերի տեղակայման անհրաժեշտություն չկա։ Լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է 102-րդ ռազմաբազայի հետ կապված ադրբեջանական կողմի հայտարարությանը։ Հայաստանի խորհրդարանի նախագահը հայտնել է, թե Հայաստանի իշխանությունն այսօր չի քննարկում ռուսական ռազմաբազան Հայաստանի Հանրապետության տարածքից հանելու հարցը։ Նախ խոսքը գնում է սահմանների մասին, ոչ թե Հայաստանի Հանրապետության մասին։ Հիմա հայ-թուրքական ինչ Չէ, դա աբսուրդ է։ Նման բան չի քննարկում, ձեզնից եմ լսում ու չի էլ կարող քննարկվել ու տենց բան չկա։ Մի խոսքով, չգիտեմ, ով է տենց խելացի բաներ ասում։ Չնայած ադրբեջանական կողմի հերթական նախապայմաններին ու հայտարարություններին, հայկական կողմը հայտարարում է, որ խաղաղության գործընթացի շուրջ քննարկումները շարունակվում են, կա համաձայնություն շարունակել դրանք։ Չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն մոտ ապագայում երկրի ղեկավարների ձևաչափով, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների ձևաչափով եւ դա լավ նորություն է։ Հստակեցում որևէ պայմանավորվածություն կա արդեն, Սիմոնյանը տեղյակ չէր, ասաց ուղղակի ենթադրում է։ Ապորինի արդյունահանման կազմակերպման դեպք Ջաջուրում պարզվել է, որ Ջաջուր գյուղի վարչական տարածքի ավելի քան 4 հեկտար հողատարածքում արդյունահանման թույլտվություն ընկերությանը տրվել է 2020 թվականին, ու թեև այս տարվա մարտի 21-ին թույլտվության ժամկետը լրացել է, սակայն օգտակար հանածոյի արդյունահանումն ու վաճառքը շարունակվել է։ Այն իրականացվել է խախտումներով, մասնավորապես խճաքարի պահեստավորումն ընդգրկել է տրամադրվածից ավելի տարածք, պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է։ Տարածաշրջանում ստեղծվել են խաղաղության համար շատ բարենպաստ պայմաններ, ի հայտ են եկել նոր ստատուս քվո եւ նոր իրականություն։ Ավելին, այդ ստատուս քվոն հիմնված է ոչ թե օկուպացիայի, ոչ թե ագրեսիայի, այլ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի օգնական Հիկմեթ Հաջիևը եւ հավելել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվում են քայլեր։ Դրական կողմն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, սակայն կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն Հայաստանի հետ, որպեսզի մենք կարողանանք հասնել կայուն ու վերջնական խաղաղության տարածաշրջանում։ Պետք է վերջ դնել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնություններին սահմանադրական հիմունքներով, հայտարարել է Հաջիևը։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ստացվել են տեղեկություններ Փակ բաժնետիրական մի ընկերության ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ։ Ստուգումներով ձեռք բերվել են նոր փաստական տվյալներ, որ ընկերությունը Արմավիրի մարզի Մերձավան գյուղի վարչական տարածքի 46 հեկտար մակերեսի վրա ունենալով բազալտի հանքարդյունահանման թույլտվություն 2022-ի օգոստոսից մինչ օրս արդյունահանում է կատարել նաև հարակից 7.6 հեկտարի վրա եւ մոտ 24,000 խորանարդ մետր հանույթը տեսակավորման կետից իրացրել շուրջ 117 միլիոն դրամով, ինչի հետևանքով պետությունը եւ համայնքին վաճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով։ Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչությունում իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում Հայաստանում քննչական կոմիտեի հետ գործակցությամբ բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք։ Պարզվել է, որ ԱՀ-ն այլ անձի հետ նախնական համաձայնությամբ շահադիտական նպատակով $20,000 դիմաց կազմակերպել է ՎՔ-ի անօրինական միգրացիան Շենգենյան գոտի։ Այդ նպատակով պատրաստվել են կեղծ փաստաթղթեր։ Դրանք ներկայացվել են Հունաստանի դեսպանատուն, ինչի հիման վրա ՎՔ-ին
տրամադրվել է Շենգենյան մուտքի արտոնագիր, որով նա 2024-ի դեկտեմբերի 25-ին լքել է Հայաստանը, նպատակ ունենալով հետագայում մուտք գործել Ամերիկա։ Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ ԱՀ-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք 2 միլիոն դրամ գրավ եւ Հայաստանից բացակայելու արգելք։ Նախաքննությունը շարունակվում է։ Դասախոսների 51%-ը կեսից ավելին գիտական աստիճան չունի, բուհական համակարգում ներգրավված ակադեմիական անձնակազմի միայն 6%-ն է գիտական աշխատող։ Խաթարված է բուհ, հետազոտություն, տնտեսություն եռանկյունին։ Ըստ կրթական գերատեսչության ղեկավարի բարձրագույն կրթությունը տարիների ընթացքում հեռացել է հետազոտահեն կրթության օրակարգից, դառնալով առավելապես դասախոսությունների վրա հիմնված գործընթացի։ Գիտնական կա, գիտական գոնե 1 աշխատող կա 60 բուհերից միայն 15-ում, այսինքն մնացյալ 45 բուհերում կրթությունը իրականացվում է բացառապես դասավանդման եղանակով։ Այս ոլորտում բարեփոխումներ կլինեն, նոր կարգավորումներով խստացվում են լիցենզավորման չափանիշները, խթանվում է երիտասարդ գիտնականների ներգրավումն ու սերնդափոխությունը։ Կրթության փորձագետը նկատում է, մեր երկրում բուհի դասախոսը ժամանակ չունի գիտությամբ զբաղվելու, նրա զբաղվածությունն ու ծանրաբեռնվածությունը ահռելի են։ Ուրեմն այն մարդիկ, որոնք գիտական կազմակերպություններում են աշխատում եւ մաքուր գիտությամբ են զբաղվում, նրանց չեն ներգրավում դասավանդման գործընթացում հիմնականում։ Եվ ստացվում է այս անջրպետը։ Գիտական աշխատանք անելու համար շատ քիչ են վարձատրվում գիտնականները եւ ստիպված նրանք ցեկտում են, որպեսզի շատ ժամանակ ունենան, որպեսզի գոնե աշխատավարձը բարձր լինի։ Փորձագետը բերում է արտերկրի հետազոտական համալսարանների օրինակը, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում հիմնական պրոֆեսորի զբաղվածությունը չի կարող ավելի լինել, քան 6 ժամը։ Հայաստանում այդ թիվը ըստ մասնագետի կարող է մինչև 20 ժամ լինել։ 6 ժամ են տալիս պրոֆեսորին, որպեսզի նա կարողանա գիտական թեմա ղեկավարել, գիտական աշխատանք անել, հրատարակվել, այսինքն այն բաները, որ դասապրոցեսի հետ կապ չունի, եւ վարձատրվել արժանավայել ձևով։ Հայաստանում նման բան չկա։ Հայաստանում ստիպված շատ ժամեր են վերցնում եւ կռիվ են անում դասախոսները, որպեսզի նրանց ժամերը չկրճատեն, որովհետեւ դա անմիջապես ազդում է աշխատավարձի վրա։ Համակարգային խնդիրները ըստ փորձագետի բազմաշերտ են, թեև գիտության ֆինանսավորման բյուջեն մեծացել է, այդուհանդերձ գիտնականների թիվը չի ավելացել։ Ավելին, եթե Խորհրդային Միության վերջին տարիներին գիտությամբ զբաղվողների թիվը Հայաստանում մոտենում էր 30,000-ի, ապա այսօր այն նվազել է շուրջ 5 անգամ։ Երիտասարդներին մոտիվացնել է պետք թե հոնորարով, թե արտոնյալ պայմաններով։ Կարևոր է նաև Սփյուռքի հայ գիտնականների հետ համագործակցությունը այս խոցելի ոլորտը ռեստարտ անելու համար։ Հարթ մաշկ համաչափ դիմագծել կատարյալ մարմիններ։ 21-րդ դարի բժշկությունն ու տեխնոլոգիաները մեզ նվիրել են մի աշխարհ, որտեղ գրեթե ոչինչ անհնար չէ, անպտղությունից մինչև հավերժ երիտասարդություն։ Հիմա արդեն գեղեցկությունն արարողն ու թելադրողը ոչ թե բնությունն է, այլ բուժական միջամտությունը։ Իսկ դրանց դիմելն իրական ցանկություն է, թե դարի թելադրանք, գուցե չափի զգացողության բացակայություն։ Շատ կոմպլեքսավորված էի զգում, դրա համար էլ որոշեցի դիմել միջամտության ու արդյունքում ունեցա ձգված կոպեր, գեղեցիկ շուրթեր, բայց դա միայն վատթարացրեց իմ առողջությունը, վնաս հասցրեց իմ առողջությանը, ընդհանուր մինչև տեսողության վատացում։ Հիմա դիմել եմ մեկ այլ մասնագետի, որի օգնությամբ էլ աշխատում ենք հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Համացանցը պայթում է էսթետիկ միջամտությունների լուսանկարներով ու կոսմետոլոգիական բում առաջարկներով, կնճիռների վերացում, ներարկումային պրոցեդուրաներ եւ այսպես շարունակ։ Իսկ նրանցից քանիսն ունեն համապատասխան կրթություն։ Մասնագետը պարտադիր պետք է ունենա բարձրագույն բժշկական կրթություն, նաև պարտադիր պետք է անցած լինի արդինատուրա մաշկաբանության եւ կամ պլաստիկ վիրաբուժության, որպեսզի ունենա համապատասխան լիցենզիա տվյալ մասնագիտությամբ աշխատելու համար։ Շատերի մոտ բացակայում է եւ դա բավականին ցավալի է։ Սխալ ներարկման արդյունքում դիմագծերս ասիմետրիկ դարձան, կախվեց դեմքս, շրթունքներիս ֆիլերն էլ միգրացվել էր ու իմ պատկերացրած գեղեցկուհուց ընդամենը 2 պրոցեդուրայի արդյունքում վերածվեցի սկսնակ մասնագետի սևագրության։ Ինքնահռչակ մասնագետների սևագրության արդյունքում շատերը ցանկալի գեղեցկության փոխարեն դրանց անցանկալի ու տհաճ անակնկալներն են վայելում, կորցնում են անգամ սեփական ինքնությունը, ինչն արդեն բերում է հոգեբանական խնդիրների, իսկ ամենավտանգավորը ոչ բոլոր մասնագետներն են նախապես զգուշացնում վտանգների մասին։
Որոշ զոնաներում ներարկումներ դոզավորմամբ կատարելու պարագայում պացիենտը կարող է ձեռք բերել կուրություն, անգամ մինչև իշեմիա, նեկրոզ, այսինքն հյուսվածքների մեռուկացում, նաև անաֆիլակտիկ շոկ, ալերգիկ ռեակցիա եւ մասնագետի ոչ բավարար կրթվածության պատճառով այդ շոկը կարող է չբուժվել։ Մահացության դեպքեր Հայաստանում արձանագրվել են հատկապես վերջին տարիներին եւ միջամտության ընթացքում եւ վերականգնողական փուլում։ Ապացույցը նրա, որ նման փոփոխությունները ռիսկային են, ուստի հարկավոր է երկար մտածել, թե որոշում կայացնելիս եւ թե մասնագետ ընտրելիս։ Հակացություններ կան, հղիությունը եւ կրծքով կերակրման շրջանը սիրտանոթային համակարգի քրոնիկական հիվանդություններն են, որոնց պարագայում եւս հակացուցված են։ Զարկերակային ճնշումը, հիպերտենզիան, մյուս հակացումը շաքարային դիաբետն է, կրկին անկառավարելի վիճակ։ Միջամտությունները դրական ու ցանկալի արդյունք են տալիս, երբ կատարվում են խելամիտ ու վերահսկելի պայմաններում, սակայն հաճախ դիմելով 1 կամ 2 պրոցեդուրայի մարդիկ կորցնում են չափի զգացողությունը, ինչն էլ անդառնալի հետևանքներ է ունենում։ Մասնագետն ասում է, գեղեցկությունն արժեք ունի, եթե նրա համար չես վճարում, առողջությանդ հաշվին։ Մայիսի 19-ին Արզումանյան եւ Հալաբյան փողոցների խաչմերուկում բախվել են Լադա Պրիորան եւ Օփելը։ Լադան վրաերթի ենթարկել հետիոտնի, ապա առաջ ընթացել եւ շրջվելով մասամբ հայտնվել երթևեկելի գոտում։ Երևանի շտապօգնության բժիշկները նախտեղում օգնություն են ցուցաբերել վրաերթի ենթարկված կնոջը, հետո ծայրահեղ ծանր տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել փրկարարության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային անցագործությունների քննության բաժին, այս կարող է իրանց հեռախոսն է։ Վրաերթը տեղի ունեցել նաև Արմավիրի մարզում, Աղավնատուն գյուղում Ֆորդ Տրանզիտը վրաերթի ենթարկել 2 անչափահասի։ Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղաշապատ բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո պետք է տեղափոխվեին Երևանի մանկական մասնագիտացված հիվանդանոցներ։ Ժամանել են բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Հիվանդանոցի բակում բարեկները հայտնաբերել են Ֆորդ Տրանզիտը, իսկ վարորդին բարեկները որոնում են, քանի որ նա մինչև մայիսի 19 ժամը 22:50 ոստիկանության Վաղաշապատի բաժին չէր ներկայացել։ Տեղում բարեկները պարզել են, որ վրաերթը կատարվել է նշված ավտոմեքենայով եւ այդ ավտոմեքենան հայտնաբերել են այստեղ Վաղաշապատ բժշկական կենտրոնի բակում, սակայն վարորդը չկա։ Մայիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն Բյուրեղավանի վարչական ղեկավարի 2-րդ մասնաշենքում, որն օգտագործվում է ԵԿՄ Բյուրեղավանի գրասենյակ, նռնակ է հայտնաբերվել։ Ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալները, ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները, փրկարար ծառայության սակրավորները։ Նրանք վնասազերծել են մարտական նռնակը։ Եվ նռնակը տեղադրվել է 2-րդ հարկի պատուհանից եւ հատուկ լարը միացված է աթոռին, որ եթե ով մոտենար աթոռը եթե քաշեր, նռնակը հավանաբար կպայթեր եւ այն մարտական է։ Եվ Մարմարի գետին հարակից մոտ 4 կիլոմետրանոց անտառում փրկարար ծառայության կինոլոգները հատուկ վարժեցրած շներով որոնել են մարմարիկցի 2-ամյա Տիգրանին։ Իսկ Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի գավառի փրկարարներն ու Սևանի ջրասուզակները շարունակում են որոնողական աշխատանքները գետում։ Երեխային որոնում են նաև Աղբյուրակի ջրամբարում։ Փրկարարներն օգտագործել են անօդաչու թռչող սարքեր, ջրի հատակը նկարահանող սկաներներ։ Կինոլոգների որոնողական աշխատանքները շարունակվում են մինչև մութն ընկնելը եւ առանց չափազանցության արդեն կինոլոգները հատուկ վարժեցված շներով որոնողական աշխատանքներ են իրականացրել անտառային հատվածում մոտ 4-ից 4.5 կիլոմետր շարավողով, այդքան մեծ տարածք։